Հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Թեժ քննարկում ազգային ժողովում, ովքեր կզբաղեցնեն խորհրդարանի փոխնախագահների պաշտոնները։ Պաշտոնական Բաքուն հերթական ուղերձն է հղել Երևանին, ինչ է ակնկալում Ադրբեջանը Հայաստանից։ Թրիփ համաձայնագիրը մտնում է սահմանադրական դատարան, ինչ ճանապարհ է այն անցնելու դրանից հետո։ Մուլտիվելնեսը դատարանում վիճարկում է Երևանի քաղաքապետարանի որոշումը, ինչ պահանջներով է ընկերությունը դիմել դատարան։ Աշխարհի ամենահայտնի գործարարներից մեկը զգուշացնում է նոր վտանգի մասին, ինչ է Մասկը կանխատեսում առաջիկա տարիների համար։ Գրեթե 8 ժամ է ազգային ժողովում քննարկում են փոխնախագահների ընտրության հարցը։ Պատգամավորները ելույթներ են ունենում անդրադառնալով առաջադրված թեկնածուներին։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը երկրորդ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Ալեքսանյանին, իսկ ընդդիմության քվոտայով թեկնածու է առաջադրվել ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Ազգային ժողովում կատարվող իրադարձություններին հետևել է Անի Աբաղյանը։ Ազգային ժողովի օգոստոսի 5-ի նիստի օրակարգում ընդամենը մեկ հիմնական հարց էր՝ ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալի ընտրությունը։ Սակայն պատգամավորները խոսեցին գրեթե ամեն ինչից՝ խնամի, ծանոթ բարեկամի ունեցվածքից, մինչև որն է բաբո մեր հայրենիք։ Եթե ես մի քիչ անծանոթ, մի քիչ միամիտ, մի քիչ իմ գլխով շատ բանացած չլիներ, պիտի ասեի, ես ինչ լավ միջավայր ենք հայտնվել, այստեղ մարդիկ ինչ արժեհամակարգեր են դավանում, բարեկրթություն, բարևարկություն, հանդուրժողականություն և հիշողության մի քիչ թարմացումից հետո կհիշեի օրինակ ես, որ 2 ամիս առաջ այս նույն քաղաքական ուժը մեր Հայաստանի Հանրապետության փողոցներում քարոզարշավի ժամանակ ինչ ատելության, ինչ դոզավորված, ինչ քարոզարշավ էր լուտանքների, ասֆալտներին փռելու, խլելու եւ այլը։ Հանեք ձեր մասկեցքը, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ կալու չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Վերադառնալով ազգային ժողով, քանի որ օրակարգում Վահագն Ալեքսանյանի ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու հարցն էր, պատգամավորները առաջին մի քանի վայրկյանը նրան էին նվիրում, ՔՊԱ-կանները գովում, ընդդիմադիրները հիշեցնում, ինչ վարք է ցուցաբերել Ալեքսանյանը նախորդ գումարմանը։ Հասնող ընկերը, մենք բոլորով այստեղ պարզեցինք, մեջբերելով ձեր թիմակցին, այն է, որ Վահագն Ալեքսանյանը մանկապարտեզ չի ուտում։ Թեկնածուի քննարկումից պատգամավորներն արագ անցան օրակարգից դուրս թեմաների։ Խոսվեց այն մասին, թե ինչ է զիջել գործող իշխանությունը, ինչ տարածքներ են օկուպացված եւ ինչպես են դրանք վերադարձվելու։ Իշխող խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վստահեցրեց, որ Հայաստանը դեօկուպացնելու է իր տարածքները, սակայն ժամկետներ չներկայացրեց։ Ինչպես է Հայաստանի գործող իշխանությունը լուծելու այդ հարցը՝ սահմանազատմամբ, սահմանագծմամբ։ Արդյոք Հայաստանի գործող իշխանությունը լուծել է արդեն այդ հարցը։ Դե յուրե այո, լուծել է։ Բարեկիրթ բառն է ամենահաճախը գործածվում նոր գումարման ազգային ժողովում։ Փոխադարձ խայթոցները սակայն չեն դադարում։ Դրանք ակնհայտ են հատկապես ՔՊԱ-կանների եւ Հայաստան խմբակցության պատգամավորների միջև։ Միակ երկու երկրները, ում շահերին դուք երբեք չեք հակասում, ինչ գործողություն էլ անեք, Թուրքիան ու Ադրբեջանն են։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, այլ շուտ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չի եւ վերջնականապես ինստիտուցիոնալիզացված չի, այսինքն խաղաղության դերևս անշրջելի չդառած խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգության։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ գյուղատնտեսությանը։ Ընդդիմադիր պատգամավոր Սևակ Խաչատրյանի գնահատմամբ աշնանը գյուղացիների համար մթերման խնդիրները ավելի են խորանալու։ Գնալ մյուս գյուղերի ջերմոցային տնտեսություններ, ծաղիկ աճեցնողների հետ խոսալ, լոլիկ աճեցնողների հետ խոսալ, այս խնդիրը իրականում օրհասական է դառնալու աշնանը։
աշնան բերքը երբ որ եղավ եւ գյուղացիները նույն խնդրի առաջ կանգնեցին, ես չեմ պատկերացնում, թե ինչ է լինելու։ 90-ականներից մարտի 1, 2018-ից 2021-26 թվականի ընտրություններ ու փակվող դպրոցներ։ Թեմաների ցանկը շատ ավելի լայն էր, քան նիստի պաշտոնական օրակարգը։ Թեև օգոստոսի 5-ի նիստի օրակարգում ազգային ժողովի նախագահի երկրորդ տեղակալի ընտրությունն էր, խորհրդարանական հերթական քննարկումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ նիստերի դահլիճում հաճախ օրակարգից դուրս թեմաներն են ավելի երկար ու թեժ քննարկվում, իսկ իրական խնդիրների լուծումները առայժմ շարունակում են սպասել իրենց հերթին։ Անիա Բաղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Խորհրդարանում ընթացող քաղաքական գործընթացներին զուգահեռ շարունակվում են քննարկումները նաև արտաքին ճակատում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ հայտարարություններ են հնչել։ Պաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանի ներկայացրած իրական Հայաստան հայեցակարգին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հայտարարել է, որ իրենք ողջունում են այդ մոտեցումը եւ կարծում են, որ խաղաղության գործընթացը պետք է ամրապնդվի ոչ միայն հայտարարություններով, այլև գործնական քայլերով։ Հաջիևը նաև հայտարարել է, որ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիրներ չեն լինի։ Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը որպես հիմնարար մոտեցում ընդունել է իրական Հայաստան հայեցակարգը։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի սահմանադրության մեջ, մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք հայտարարություններ են արել նոր սահմանադրություն ընդունելու մասին։ Զանգեզուրի միջանցքի բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մի մասն է։ Դա ծառայում է թե մեր, թե Հայաստանի շահերին, քանի որ երկիրը գիտակցում է տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների անհրաժեշտությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի կարևոր հանգույցներից մեկը համարվող թրիփ համաձայնագիրը մտել է իրավական փուլ։ Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի թրիփ համաձայնագրի Հայաստանի սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Դատարանը գործն արդեն ընդունել է վարույթ, իսկ զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը։ Եթե ՍԴ-ն համաձայնագիրը ճանաչի սահմանադրությանը համապատասխանող, այն կուղարկվի ազգային ժողով վավերացման։ Թրիփ ծրագրի շուրջ աշխատանքները շարունակվում են նաև դիվանագիտական և տնտեսական մակարդակներում։ Երևանում է Տրանսկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ Կոնստանտին Սոկոլովը։ Նա մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ հատուկ բանագնացի Ավագ խորհրդականի հանդիպմանը։ Քննարկման հիմնական թեմաներից են եղել հայ-ամերիկյան համագործակցությունը, տնտեսական ծրագրերը և թրիփ նախագծի իրականացումը։ Կողմերը նշել են, որ հետաքրքրված են ծրագրի հնարավորինս արագ գործարկմամբ։ Մուլտիվելնես կենտրոնը դատական հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել Երևան համայնքի և Մուլտիգրուպ կոնցեռնի միջև կնքված պայմանագրից հրաժարվելու գործարքը։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Նշեմ, որ հուլիսի 31-ին Տիգրան Ավինյանը հայտարարել էր, թե Մուլտիվելնես կենտրոն մարզառողջարանային համալիրը վերաբացվել է ու այսուհետև գործելու է Երևան Wellness Center նոր անունով։ Նա նաև ընդգծել է, որ նախկինում գնված բոլոր փաթեթները գործելու են։ Զուգահեռ իրավապահները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի Մուլտիգրուպի տնօրեն Սեդրակ Արուստամյանին։ Նա անցնում է Ծառուկյանին առնչվող վարույթով։ Հիշեցնեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության կալանավորված առաջնորդը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար։ Գազայի շուրջ բանակցությունները շարունակում են մնալ միջազգային օրակարգի կենտրոնում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի ընդունել ԱՄՆ-ի աջակցությամբ մշակված գազայի վերաբերյալ ծրագիրը։ Նրա խոսքով Իսրայելը ներկայացրել է իր դիտարկումները։ Ծրագիրը ի թիվս այլ կետերի նախատեսում է գազայում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։
Միևնույն ժամանակ Գազայում շարունակվում են ռազմական գործողությունները։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ստորգետնյա թունել, որտեղ ըստ իր տվյալների պահպանվում էին արմատական խմբավորումներին պատկանող հրթիռներ։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի տարածքում 3 թիրախի, սակայն երբ ուկրաինական կողմն ասաց, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավին հարվածը սխալ էր, չարեցինք։ Մենք չենք ձգտում սրել կոնֆլիկտը, հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ Մենք պատերազմ չենք հրահրում, բայց Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ է եւ կպաշտպանի Իրանը մինչեւ արյան վերջին կաթիլը, նշել է Ռեզային։ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել, սակայն վերջնական համաձայնության դեռևս չենք հասել։ Այս հայտարարությունն էլ արել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Մենք հուսով ենք, որ դա շուտով տեղի կունենա, հավելել է նա։ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատերազմում սպառել է իր մեծ հեռահարության հրթիռների գրեթե ամբողջ պաշարը, հայտնում է Reuters գործակալությունը թեմային ծանոթ աղբյուրներին հղումով։ Խոսքը հիմնականում Միացյալ Նահանգների բանակի երկիր-երկիր դասի հրթիռների մասին է։ Նշվում է, որ հրթիռների նվազող պաշարները կարող են սահմանափակել Միացյալ Նահանգների հակառակորդներին, այդ թվում Ռուսաստանի եւ Չինաստանին զսպելու կարողությունը։ Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը խաբել է թե Վրաստանին, թե Ուկրաինային, խոստանալով նրանց ընդունել դաշինքի կազմում, առանց դա անելու իրական մտադրության, հայտարարել է Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար եւ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Այս բոլոր տարիների ընթացքում Վրաստանի եւ Ուկրաինայի նման երկրներին ստել են, թե իբր ՆԱՏՕ-ի դռները բաց են, բայց մենք բոլորս էլ գիտակցում ենք իրականությունը։ Նրանք արդեն չեն էլ թաքցնում ասել, որ դա փաստացի անհնար է եւ բացառված, նշել է Կալաձեն։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի այժմ էլ Տուլայի մարզի Վայլբերիզի պահեստում։ Մարզպետ Դմիտրի Միլիայևի խոսքով Ռուսաստանի զինված ուժերը գիշերը Տուլայի մարզում ոչնչացրել է ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք։ Ռուսաստանը հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Կիևին եւ շրջակա շրջաններին։ Զոհվել է առնվազն 15 մարդ, մոտ 50-ը վիրավորվել։ Իսպանիայի Ալիկանտե քաղաքի լողափում իրականացվող աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հռոմեական Սիրո աստվածուհի Վեներայի շուրջ 2000 տարվա վաղեմության արձանի մարմարե գլուխը։ Փորձագետների նախնական գնահատմամբ հայտնաբերված գլուխը եղել է ամբողջական արձանի մաս, այլ ոչ թե առանձին կիսանդրի։ Այժմ արտեֆակտը պահվում է Ալիկանտեի ժամանակակից արվեստի թանգարանում։ Իշխանությունները նախատեսում են մինչև տարեվերջ բացառիկ գտածոն ցուցադրել հանրությանը։ Չինացի շեֆ խոհարարը դարձել է համացանցի աստղ, պատճառն Իլոն Մասկին նրա ապշեցուցիչ նմանությունն է։ 48-ամյա Մաց Զյամպինը Յիլան ռեստորանի համասեփականատերն է։ Ման լրագրողների հետ զրույցում նշել է, որ անսպասելի հայտնիությունն իրեն ամաչեցնում եւ անհանգստություն է պատճառում։ Նրա խոսքով նախկինում քիչ այցելուներ ունեցող ռեստորանի ծանրաբեռնվածությունը հիմա ավելացել է։ Շատերը գալիս են հատուկ իրեն հանդիպելու, լուսանկարվելու եւ ձեռքը սեղմելու համար։ Ռեստորանի այցելուներից մեկը նշել է, որ չնայած ձեռք բերած հայտնիությանը, ման պահպանել է նախկին գները։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վահագն Ալեքսանյանը ընտրվել է փոխնախագահի պաշտոնում։ Նրա օգտին քվեարկել է 62 падգամավոր, դեմ են եղել 27-ը։ Շարունակում ենք թողարկումը։ Ընդամենը մի քանի տարի հետո մարդը կարող է այլևս չլինել երկրի ամենաբանական էակը։ Եկեք մի պահ պատկերացնենք, որ ապագայում մարդկության գլխավոր մրցակիցը կարող է դառնալ հենց այն տեխնոլոգիան, որը ինքն է ստեղծել։ Սա գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենար չէ։ Աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական գործարարներից մեկի Իլոն Մասկի կանխատեսումներն են։ Մոտ 1.5 ժամ տևած բացառիկ հարցազրույցում Տեսլայի ղեկավարը խոսել է այն ապագայի մասին, որը նրա համոզմամբ կարող է շատ ավելի մոտ լինել, քան մենք պատկերացնում ենք։ Ինչ ապագա է կանխատեսում Մասկը եւ ինչու է նա կարծում, որ արհեստական բանականությունն արդեն դարձել է ոչ միայն մարդկության ամենամեծ ձեռքբերումը, այլև ամենամեծ վտանգը, ռեպորտաժում։ Իսկ եթե 5 տարի անց մարդն այլևս չլինի երկրի ամենախելացի էակը, իսկ եթե արհեստական բանականությունն արդեն սկսի որոշումներ կայացնել ավելի լավ, քան մարդիկ, իսկ եթե աշխարհի հաջորդ գերտերությունը որոշվի ոչ թե բանակի հզորությամբ, այլ էլեկտրաէներգիայի ծավալով, սրանք գիտաֆանտաստիկ ֆիլմի սցենարներ չեն, սրանք աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի Իլոն Մասկի կանխատեսումներն են, որոնք նա ներկայացրել է մոտ 1.5 ժամ տևած բացառիկ հարցազրույցում։
is vastly greater than that. Մոտավորապես 5 տարվա ընթացքում արհեստական բանականությունը կարող է գերազանցել մարդկության ամբողջ ինտելեկտի հանրագումարը։ Մասկի համոզմամբ այդ պահից հետո դժվար կլինի գտնել մի ոլորտ, որտեղ մարդը կկարողանա մրցել մեքենայի հետ։ In the long run, we're Ի վերջո չի մնա մի ոլորտ, որտեղ ԱԲ-ն չկարողանա գերազանցել մարդուն, բացառությամբ մեկ բանի՝ մարդ լինելու։ Եթե այսօր մարդն է ղեկավարում տեխնոլոգիան, ապա ըստ Մասկի շատ շուտով հարաբերակցությունը կարող է ամբողջությամբ փոխվել։ Եվ հենց այստեղ է նրա ամենաանհանգստացնող համեմատությունը։ Այսօր մարդն է որոշում շիմպանզեի ճակատագիրը, բայց եթե արհեստական բանականությունը մի օր անցնի մարդկային ինտելեկտի սահմանը, հարցը կարող է փոխվել։ Ով է որոշելու արդեն մարդու ապագան։ I guess the only thing we can try. Մարդը շիմպանզեից առաջացավ էվոլյուցիայի արդյունքում եւ ստացավ առավելություն՝ ինտելեկտը։ Այդ առավելությունն էլ թույլ տվեց մարդուն դառնալ գերիշխող տեսակ։ Եթե AI-ը մեր նկատմամբ ունենա նույնպիսի կամ ավելի մեծ առավելություն, հնարավոր է ամեն բան կրկնվի։ Սակայն Մասկի ամենակարևոր նախազգուշացումը վերաբերում է ոչ թե հենց տեխնոլոգիային, այլ այն ռեսուրսին, որը կսնուցի այդ տեխնոլոգիան։ Նոր մրցավազքի գլխավոր զենքը ըստ նրա էլեկտրաէներգիան է։ Ով ունենա ավելի շատ էլեկտրաէներգիա, նա էլ կունենա ավելի հզոր արհեստական բանականություն։ AI-ի հաջորդ պատերազմը կարող է ընթանալ ոչ թե լաբորատորիաներում, այլ էլեկտրակայաններում, այսինքն ապագայի ամենախելացի համակարգերը կարող են սահմանափակվել ոչ թե իրենց հնարավորություններով, այլ դրանք աշխատեցնելու էներգիայի պակասով։ Մասկի գնահատմամբ Չինաստանն արդեն արտադրում է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Հնդկաստանը միասին, եւ հենց այդ պատճառով կարող է ստանալ վճռորոշ առավելություն AI-ի համաշխարհային մրցավազքում։ Բայց եթե նույնիսկ երկրի էներգետիկ ռեսուրսները մի օր չբավականացնեն, Մասկն արդեն պատկերացնում է հաջորդ քայլը։ Նրա խոսքով ապագայում գերհզոր տվյալների կենտրոնները կարող են տեղափոխվել տիեզերք։ Ուղեծրում արևային էներգիան հասանելի է գրեթե անընդհատ, իսկ հսկայական հաշվարկային համակարգերն այլևս կախված չեն լինի երկրի էլեկտրացանցերից։ Միաժամանակ Մասկը զգուշացնում է, որ AI-ի զարգացումն արդեն այնքան արագ է ընթանում, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է սկսեն վերահսկել նաև միմյանց։ Նրա առաջարկն է միջև նոր մոդելների գործարկումը մրցակից ընկերությունները փոխադարձ փորձաքննության ենթարկեն իրենց ամենահզոր համակարգերը։ Is dependent on how their portfolio. AI-ի առաջատար ընկերությունները չպետք է միայն մրցեն միմյանցից առաջ անցնելու համար։ Նրանք պետք է նաև վերահսկեն միմյանց, քննարկեն անվտանգության ռիսկերը եւ մինչև նոր մոդելների գործարկումը վերանայեն դրանք։ Իսկ եթե որևէ ընկերություն անտեսի լուրջ վտանգներ, այդ դեպքում ըստ Մասկի արդեն պետք է միջամտեն կառավարությունները։ Մարդկությանը սպասող ամենամեծ տեխնոլոգիական հեղափոխությունը ըստ Մասկի միաժամանակ կարող է դառնալ նաև ամենամեծ ռիսկը։ Նա չի բացառում, որ գերհզոր AI-ի սխալ զարգացումը կարող է ունենալ աղետալի հետևանքներ ընդհուպ միջև մարդկության գոյության սպառնալիք։ Նրա գնահատմամբ նման սցենարի հավանականությունը 10-ից 20% է, բայց Մասկի խոսքով այս ճանապարհից հետդարձ այլևս չկա։ Պարզապես վայելեք այս ամենը։ Եվ վերջում պատմություն մի մարդու մասին, որի անունը շատերը իմացան Փամբագետում խեղդված երկու քույրերի որոնումներից հետո։ Խոսքը ջրասուզակ Վահե Մելքոնյանի մասին է։ 47-ամյա Վահեն ծնվել ու մեծացել է Սևան քաղաքում։ Ինձ հետ զրույցում Վահեն պատմել է, որ տարիների ընթացքում Սևանի խորքերը նրա առջև բազմաթիվ գաղտնիքներ են բացել, բայց ամենահիշարժանը 1863 թվականին Ձկնորս Գրիգորի խորտակված նավն էր, որը տարիներ անց հայտնաբերել է հենց ինքը։ Եթե Սևանը խոսել կարողանար, վստահաբար Վահեի մասին շատ պատմություններ կպատմեր։ Իսկ թե ինչ է պատմել Վահեն իր կյանքի եւ մասնագիտության մասին, դիտենք։ Ամեն անգամ, երբ նա մտնում է ջուրը, ափին ինչ-որ մեկը սպասում է։ Սպասում է հրաշքի։ Բայց Վահեն վաղուց գիտի, ջրի տակ հրաշքներ հազվադեպ են լինում։ Բայց սուզվելուց առաջ յուրաքանչյուր քայլ պիտի լինի ճիշտ հերթականությամբ։ Քսաներկու տարվա փորձը Վահեին շատ բան է սովորեցրել, բայց մի բան չի փոխվել։ Յուրաքանչյուր սուզման նա պատրաստվում է այնպես, կարծես առաջինն է։ Ասում է. յուրաքանչյուր սուզում նոր պատասխանատվություն է, երբեք չգիտես, ինչ է սպասվում ներքևում։ Լողալ սիրելը ստիպեց։
Ես միշտ մանկուց իմ երազանք չասեմ, միշտ ձգտում էի լողալու, միշտ լինեմ լճում, այդ լճի մեջ մեծանալն էլ բերեց այն բանին, որ դարձա պրոֆեսիոնալ ջրասուզակ, այն սիրողական մակարդակից փոխվեց արդեն պրոֆեսիոնալ մակարդակի։ Առաջին հայացքից Սևանը խաղաղ է, բայց այդ խաղաղության տակ մի ամբողջ աշխարհ կա, ասում է Վահեն։ «47-ամյա Վահեն ծնվել ու մեծացել է Սևան քաղաքում։ Ասում է, իր կյանքն առանց լճի պարզապես չի պատկերացնում։ Ժամանակ է եղել, որ այդ մեն ջրի մեջ սկսում եմ ջուրը քսել դեմքից կինս ալմանս մախում։ Մի քիչ առաջ էր ջրից էլ այդքան, բայց ես կարոտում եմ։ Չգիտեմ, բայց կարոտում եմ։ Այդ կարոտն է, այդ սերն է, որ ես ստեղ եմ։ Երկրից դուրս գալու մտադրություն չունեմ, ես հողն ջուրը իմ տունս է, ջուրը իմ Իրանից կյանքը։ Տարիների ընթացքում Սևանի խորքերը նրան բազմաթիվ գաղտնիքներ են բացել։ Ամենահիշարժան բացահայտումներից մեկը 1863 թվականին Ձկնորս Գրիգորի խորտակված նավն էր, որը տարիներ անց հենց Վահեն հայտնաբերեց։ Գիտնականների հետ շատ երկար տարիներ աշխատել ենք, փորձել ենք մեր տարբեր ոլորտի գիտնականների, մենք օգտակար ենք ինչ-որ բաներով օգնել։ Սակայն նրա աշխատանքի մեծ մասը կապված է ոչ թե պատմական գտածոների, այլ մարդկային ողբերգությունների հետ։ Հասարակությունը սովորաբար լսում է միայն վերջնական լուրը՝ մարդ է խեղդվել կամ որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Բայց այդ լուրերի հետևում օրերի աշխատանք կա։ Ժամերով ջրի տակ որոնումներ, անորոշություն եւ պատասխանատվություն մարդկանց գտնելու եւ նրանց ընտանիքների սպասմանը վերջ տալու համար։ Շատ է եղել իմ աշխատանքից մեջ, որ այդ հրաշքներին ես էլ եմ սպասում։ Ես հասկանալով, լինելով 22 տարի այդ աշխատանքի մեջ, հասկանալով, որ հրաշքներ շատ քիչ ալնում, գրեթե չի լինում, երբ որ դեպքի տեղն ես գնում, շատ ժամանակ հասկանում ես, պատկերացնում ես ինչ կարա եղած լինում։ Ամեն ինչը չի, որ բարձրաձայնել է պետք, ամեն ինչ չի, որ մասնագիտական կարծիքը դու պիտի ասես հանրությանը, դու ուղղակի քո մեջ ֆիլտրում ես ու անցնում ես աշխատանքի։ Փամբակ գետում խեղդված երկու փոքրիկ քույրերի որոնումները, Լոռու մարզում վերջին որոնողական աշխատանքները եւ բազմաթիվ այլ դեպքեր նրա հիշողության մեջ առանձնահատուկ տեղ ունեն։ Ու այդ օրն էլ այդպես պլաններից մեկն էր, որ մտածում էի ծառը պիտի նայեմ, մեկ էլ ներքևը մի տեղ կար կասկածելի, որ իմ ուշքը միտքս ստեղ էր։ Որ նայել էի, տեղել նայել էի, ուղղակի այն ժամանակ աշխատանքային պայմանների մի քիչ ուրիշ էր եղել, այս անգամ մի քիչ ուրիշ։ Բարդ է, շատ բարդ է։ Բայց կարեցա։ Վահեի խոսքով ամենածանրը երեխաների որոնումներն են։ Աշխատանքի դժվար մասը ջրի տակ չէ, ամենադժվարը ջրից դուրս գալուց հետո է շարունակել ապրել այն ամենի հետ, ինչ տեսել ես։ Ես այլ լինելով երևի հենց դրա համար էլ ես ջրից դուրս չեմ գալու։ Տվյալ տուժած երեխային այդ փուջուրին ես շատ եմ այդ պահին ոնց ասեմ սիրում չեմ խոսքեր չեմ կարող գտնել որ ինքը փուջուրի մի հատ բալա է չես կարող ուրիշ ձեր նայես։ Այդ դրա համար ասենք գիշերներ չեմ քնում ջրից դուրս չեմ գալու, բայց երբ որ կպնում ես երեխուն անում ես այդ ժամանակ արդեն ես հանգստություն եմ զգում։ Գոնե ասենք այդ հրեշտակին անեց, գոնե։ Ցավը մեծ է, շատ բարդ է, շատ դժվար է, բայց փոփանք է գոնե։ Օրվա վերջում նա տուն է վերադառնում, որտեղ նրան սպասում են կինն ու երկու երեխաները։ Բայց ջրի խորքում տեսածը միշտ չէ, որ մնում է աշխատանքի վայրում։ Տեսածն ու ապրածը հաճախ տունել են հասնում։ Հենց այդ պատճառով էլ չի ցանկանում, որ երեխաները ընտրեն նույն ճանապարհը։ Ոչ թե որովհետև չի սիրում իր մասնագիտությունը, այլ որովհետև շատ լավ գիտի, թե ինչ գին ունի այն։ Հաստատ կլինի դայվեր,
Պետք է պարտադիր թե տղաս, թե աղջիկս, որ սիրողական իշնեն, նկարեն, նայեն, ման գան, տուրիզմ անեն, բայց պրոֆեսիոնալ աշխատանքով, ջրասուզական աշխատանքները երբեք չեն թող։ Իսկ երեխաները հպարտանում են իրենց հայրիկով ու հասկանում, թե որքան կարևոր գործ է նա անում։ Աղջիկս այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է։ Ինքը անգամ ոնց ասեմ, շատ է մտահոգվում, երբ որ աշխատանքի են գնում, փորձում են ցույց չտա, բայց ես տեսնում եմ այդ ամեն ինչը ատելին հասկանում։ Վաղն առավոտյան ամեն ինչ նորից կսկսվի։ Նա նորից կպատրաստի սարքավորումները, նորից կմտնի ջուրը, որովհետև ինչ-որ տեղ, ինչ-որ ընտանիք կրկին սպասելու է մի լուրի։ Իսկ Վահեի գործն է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ սպասումը ավարտվի։ Այս ժամի համար առանձնացրել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, մնացեք խաղաղությամբ, հաջողություն։